Եկեք վերցնենք երկու մարդ։ Մեկը ռեգուլյար կարդիո անում ու մարզվում է, բայց սաղ օրը ֆաստ ֆուդ ա ուտում, իսկ երկրորդը ընդհանրապես չի մարզվում, բայց շատ առողջ է սնվում։ Այս երկուսից ով ավելի առողջ լինելու։ Կարող է զարմանալու հնչի, բայց ես երկրորդ մարդը շատ ավելի հավանական է, որ սրտանոթային հիվանդություններ կունենա ու որ ավելի կարճ կապրի։ Որովհետև սրտանոթային համակարգի առողջությունը ինքը իրանով շատ ավելի ուժեղ երկարակեցության կանխատեսիչ է, քան ուղակի առողջ սննդակարգը։ Օրինակ, այս հետազոտությունում մոտ 14 տարի տևողությամբ հետևել են մոտ 50,000 մարդու, ով որ 40 անց է, ու 4 ապրելաոճ են իրար համատել։ Առաջինը առողջ սննդակարգով եւ ֆիզիկապես ակտիվ, երկրորդը առողջ սննդակարգով, բայց ոչ ֆիզիկապես ակտիվ, երրորդը անառողջ սննդակարգով, բայց ֆիզիկապես ակտիվ, ու չորրորդը համանառողջ սննդակարգով, համ ֆիզիկապես ոչ ակտիվ։ Ու սննդակարգի որակը գնահատվել է ըստ տարբեր կրիտերիաների, օրինակ լավ են համարվել մրգերի, բանջարեղենների, ցածր յուղենության կաթնամթերքի, սերմերի ու ունկուզեղենի ընդունումը, իսկ կարմիր կամ վերամշակված մսեղենի կամ գազավորված քաղցր ըմպելիքների նման սնունդները վատ։ Բնականաբար այն մարդկանց խումբը, ովքեր ունեին համ առողջ սննդակարգ, համ էլ ֆիզիկապես ակտիվ էին, ունեին ամենացածր սրտանոթային հիվանդությունների ու նաև ընդհանուր մահացության ռիսկերը։ Այն մարդկանց խումբը, ովքեր որ անառողջ չէին սնվում, սակայն ֆիզիկապես ակտիվ էին, 17% ավելի ցածր ռիսկ ունեին սրտանոթային հիվանդություններ ունենալու։ Սակայն այն մարդիկ, ովքեր որ առողջ չէին սնվում, սակայն ֆիզիկապես ակտիվ չէին, ունեին գրեթե նույն ռիսկերը սրտանոթային հիվանդություններ ունենալու, ինչ այն մարդիկ, ովքեր ոչ ֆիզիկապես ակտիվ են, ոչ էլ առողջ չեն սնվում։ Այսինքն միայն ֆիզիկական ակտիվությունը որպես իզոլացված ֆակտոր շատ ավելի մեծ կարևորություն ունի սրտանոթային հիվանդությունների ռիսկերը քչացնելու մեջ, քան միայն առողջ սննդակարգը։ Բնականաբար ես չեմ ասում, որ եթե դու արդեն մարզվում ես, քեզ առողջ սնվել պետք չի, որովհետև հիշեք, ամենացածր սրտանոթային հիվանդությունների ու նաև ընդհանուր մահացության ռիսկերը ունեին այն մարդիկ, ովքեր որ համ առողջ էին սնվում, համ ֆիզիկապես ակտիվ էին։ Ու նաև կարևոր է հասկանալ, որ այս հետազոտությունը նայում է կորելացիային, այլ ոչ թե causation-ին, ինչը նշանակում է, որ այն մարդկանց համար, ովքեր որ մենակ մարզվում էին, բայց առողջ չէին սնվում, հնարավոր է ինչ-որ ուրիշ ֆակտորներ էլ լինեն, որոնք որ ազդել են իրենց առողջության վրա։ Սակայն այս մետաանալիզը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան ահռելի կարևորություն ունի կարդիո անելը, ու որ նույնիսկ եթե դու հիասքանչ սննդակարգ ունես, քո համար մարզումները միևնույն է շատ մեծ կարևորություն ունեն։